Բարև ձեզ, եթերում լրազումն է, ես այսօր իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի հետ փորձելու եմ ամփոփել քարոզարշավը։ Թաթուլ, վաղը չեմ մյուս օրը մայիսի 5-ին տեղի են ունենալու Երևան քաղաքի ավականու ընտրությունները, եւ եթե փորձենք ամփոփել քարոզարշավը, ինչ տպավորություն ստացաք, եթե հաշվի առնենք այն, որ այս քարոզարշավին ի տարբերություն նախագահական ընտրությունների մասնակցում էին քաղաքական դաշտում գործող գրեթե բոլոր ակտիվ քաղաքական ուժերը եւ այս քարոզարշավը մրցակցության առումով շատ ավելի մրցակցային էր, քան նախագահականը։ Ողջույն Արփի, գիտեք, երկու բան կարող եմ միանգամից նկատել։ Մի կողմից իշխանական կուսակցությունը, այսինքն հանրապետական կուսակցությունը փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի տպավորություն ստեղծի, որ սրանք ընդամենը քաղաքային ընտրություններ են, այստեղ կարևորը մարդկանց աղբահանության խնդիր եւ մնացած սոցիալական խնդիրներ, մի կողմից փորձ էր արվում հնարավորինս ապա քաղաքականացնել, մյուս կողմից ընդդիմադիր կուսակցությունները կամ այն կուսակցությունները, որոնք իշխանության մեջ են եւ լուրջ են, նկատի ունեմ Ժառանգությունը, Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, ինչպես նաև Բարգավաճ Հայաստան, այս 4 կուսակցությունները փորձում էին ինչ որտեղ արհեստականորեն շատ կարևորել այս ընտրությունները, անգամ օգտագործում էին ճակատագրական ընտրություններ ձևակերպում, ինչը իմ համար մի քիչ անհասկանալի էր, որովհետև այդ նույն կուսակցությունները կամ այդ կուսակցությունների այդ 4-ից 3-ը չէին մասնակցել ընդամենը մի քանի ամիս առաջ ճակատագրական ընտրություններին եւ եթե այդ կուսակցությունները ես պատկերացնում եմ կանգնեին օրինակ Ռաֆի Հովհաննիսյանի կողքին, ինչ կլիներ։ Հիմա եթերներով չեմ ուզում շարժվել, ընդհանուր առմամբ սա էր անցավ համեմատաբար ակտիվ պայմաններում, եղան իհարկե նաև բռնության դեպքեր լրագրողների նկատմամբ, բայց կարևոր չէ թե ինչպես անցավ քարոզարշավը, գիտես Արփի, իմ համար ավելի կարևոր է թե ինչպես են հաշվելու այդ ձայները։ Մի երկրում, որը տարեց տարի կատարելագործում է կեղծարարությունը, ամեն տարի ձևերը գտնում են թե ինչպես են արոր կեղծել, կարևոր չէ թե դու ինչ ես մարդկանց ասում, կարևորը նա է թե դու ինչքան ես փող բաժանում, ինչպես ես կարողանում մարդկանց բերել, ինչպես ես լցնում, էսա կարևոր եւ մենք արդեն վաղը չէ մյուս օրի երեկոյան մենք արդեն պատկերը կարող ենք ունենալ։ Ես իմ մտքում արդեն պատկերացնում եմ թե ինչ պատկեր ենք ունենալու։ Թաթուլ, հետաքրքիր մի բան եմ ես նկատել այս քարոզարշավի ժամանակ, ի տարբերություն մնացած ընտրություններին լինի խորհրդարանական, նախագահական կամ քաղաքային, այս անգամ կարծես թե ընդդիմադիր քաղաքական ուժերը իրար հետ համերաշխ էին գնում ընտրությունների եւ արդյոք հնարավոր չէ որ այս համերաշխությունը ընտրությունները պսակի հաջողությամբ։ Ի վերջո նույնիսկ թեկուզ միայն Երևանում մենք կարողանանք գրանցել իրական կամ գոնե մոտ իրական ընտրական արդյունքներ։ Տեսեք, իհարկե, երբ որ 4 այս կուսակցությունները հիմնական ես նշեցի, մի կողմից այս 4 կուսակցությունները, ինչու նաև ոչ առաքելությունը, որը մասնակցում է երիտասարդների այդ կուսակցությունը, եթե կարողանան իրոք համերաշխ լինեն եւ կարողանան առավոտից մինչև երեկո, այսպես ասեմ, կռիվ տալ եւ բռնել կեղծարարի ձեռքը, հնարավոր է, որ մենք ունենանք քիչ թե շատ համապատասխանող արդյունք։ Շատ հետաքրքրական կլինի, ինչը ես գրեթե բացառում եմ, բայց շատ հետաքրքրական կլինի եւ նաեւ ցանկալի կլինի, եթե հանրապետական կուսակցությունը չկարողանա հավաքել 40% պլյուս 1 ձայն եւ այդ ժամանակ է իրականում սկսելու հետաքրքրաշարժը, երբ որ փաստացի ընդդիմությունը կկարողանա նշածս կուսակցությունները 4-ը 5-ը կկարողանան իրենց քաղաքապետի թեկնածուին առաջադրել եւ այս դեպքում արդեն Երևանը, որ հանրապետության գրեթե կեսն է, զուտ մարդկային ռեսուրսների իմաստով, հետաքրքիր պրոցես ներքաղաքական կարող է սկսել, բայց ես գրեթե կասկած չունեմ, որ հանրապետականը 40%-ից ավել ձայներ խփելու է։ Եթե հաշվի առնենք այն, որ շատ ակտիվ հանրապետականը արք ու վաճառքի է գնում քաղաքացիների հետ ձայների բացի դա, օրինակ ես հիշեցնեմ, որ 2009 թվականի մայիսի 31-ին էր, եթե չեմ սխալվում, այդ ավականու ընտրությունները Երևան քաղաքի, հանրապետական կուսակցությունը ստացավ քվեների 48%-ը մոտավորապես, երկրորդ տեղը զբաղեցրել էր Բարգավաճը 22%, երրորդ տեղը Հայ ազգային կոնգրեսը, մնացածները չհաղթահարեցին շեմը եւ այս 3-ը մտան ավականի, ՀԱԿ-ը հրաժարվեց իր մանդատներից, այսինքն եթե այն ժամանակ հաջողվեց 47%, ինչու հիմա չպիտի հաջողվի։ Բայց տեսնենք, եթե իհարկե կրկնեմ, եթե այս
ընդդիմադիր ոչ իշխանական ուժերին հաջողվի բռնել ընտրակեղծարարի ձեռքը, բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ հանրապետական կուսակցությունը չի կարող հավաքել 10%-ից ավելին։ Ինձ հետաքրքիր է նաև եթե ստացվի այնպես, որ ընդդիմադիր ուժերին հաջողվի բռնել ընտրակեղծարարի ձեռքը, արդյոք ավագանի ընտրվելուց հետո նրանք կկարողանան վեր կանգնել իրենց քաղաքական ամբիցիաներից եւ առաջադրել մեկ միասնական թեկնածու։ Այդ ժամանակ է պարզվելու, թե ով է։ Ես դժվարում եմ հիմա որևէ բան ասել, օրինակ ենթադրենք իշխանական կուսակցությունը ստացել է 35% ու ասենք ժառանգությունը 6%, դաշնակցությունը 6%։ Սրանցից որ մեկն է համագործակցելու, ասենք, հանրապետական կուսակցության հետ։ Չգիտեմ, դժվար է ասել։ Այդ ժամանակ արդեն պարզ կլինի, բայց անգամ այդ դեպքում հետաքրքիր կլինի, այսինքն միակ անհետաքրքիր բանը կլինի այն, եթե հանրապետական կուսակցությունը հավաքի 40%-ից ավելի։ Մնացած բոլոր դեպքերում կսկսի իրական քաղաքական process։ Ես կրկնում եմ, ես պատկերացնում եմ օրինակ ինչ պիտակներ կկպցնեն, եթե ասենք հանրապետականը ստանա 39% ու դաշնակցությունը ստանա 7% ու դաշնակցության հետ միասին քաղաքապետ առաջադրի, չէ՞։ Սա դավաճանություն չի լինի դաշնակցության կողմից, սա կլինի նորմալ քաղաքական գործընթաց։ Եթե լինի։ Եվ Թաթուլ կուզեի խոսենք նաև հանրապետականի վարքագծի մասին, բոլոր կուսակցությունները, մասնակից կուսակցությունները փորձեցին հանդիպել իրենց ընտրազանգվածի հետ, հավաքելով քիչ թե շատ զանգված Ազատության հրապարակում կամ որևէ այլ հրապարակում։ Հանրապետականը հայտարարեց, որ պիտի տեղի ունենա հանրահավաք, հետո վերջի պահին նորից նախագահականի նման կարծեմ խոսակցական լեզվով ասած ջրեց իր հայտարարությունը եւ տեղի չունեցավ։ Սա ինչի մասն է խոսում, հանրապետականը վախենում է հանդիպել հանրությանը, հանրապետականը վստահ է իր ուժերի մասին, դրա համար չի ուզում հանդիպել հանրությանը, թե գիտեք, դժվար է իրենց փոխարեն պատասխան տալ, բայց ի վերջո շատ բարդ բան է Ազատության հրապարակը մարդկանցով լցնելը։ Փորձեցին նույնիսկ Ռաֆի Հովհաննիսյանը չկարողացավ շփումից հետո։ Իհարկե դու չես կարող անընդհատ մարդկանց բերել եւ հրապարակում պահել, եւ հատկապես իշխանական կուսակցության համար, իշխանական կուսակցության դեպքում դա նշանակում է, որ դու պետք է մարդկանց ինչ որ ձևով շահագրգռես։ Իսկ քանի որ մարդիկ էլ շահագրգռվում են հիմնական ոչ թե խոսքեր լսելով, այլ որոշակի գումար եւ այլ բաներ ստանալով, նրանց պիտի դա ապահովել եւ կարծում եմ հանրապետական կուսակցության կողմից դա կարող է լինել ռեսուրսների վատնում, իրենք կարող են ասենք այդ գումարը, որ պիտի տային մարդկանց բերելու հրապարակ, հավանաբար կարող են տալ օգտագործել հենց այդ ընտրությունների օրը կամ իրենց այլ նպատակների համար, չգիտեմ, 1000-ի ծախսեր կա։ Եվ բացի նաև հետեւյալ հանգամանքը գործեց, որ հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն, այսպես ասեմ, լավ չի խոսում եւ նա խոսելու հավանաբար խնդիրներ էր ունենալու։ Ես սա որևէ վիրավորական բան չեմ ասում, մարդ կա, որ գերազանց խոսում է, գործ չի անում, մարդ էլ կա գործ անում, չի կարողանում խոսել։ Հիմա ես չեմ ասում, որ Տարոն Մարգարյանը չի կարողանում խոսել, լավ գործ է անում, ուղղակի օրինակներն եմ բերում եւ մարդը հասկացա, որ ի վերջո, երբ որ դուրս ես գալիս հրապարակ, դու պիտի լավ կարողանաս խոսք ասել, պիտի հրապարակին տաս այսինքն պիտի տաս այսպես էներգիա եւ մարդը զգա, որ ինչ որ բանի մասնակիցն է, թե չէ եթե ասենք մարդկանց պիտի ավտոբուսներով բերես այստեղ, հետո նորից թողես, որ նրանք գնան տուն, մի հատ ելույթ ունենաս, ինչ իմաստ ունի։ Շատ լավ, վաղը չեմս օրը տեղի կունենա Երևան քաղաքի ավականու ընտրությունները եւ կարծում եմ անկախ հանրապետականի ունեցած վարչական լծակներից շատ բան կախված է մեզանից քաղաքացիներից։ Եթե մենք գնանք եւ մասնակցենք ընտրություններին եւ ընտրություն կատարենք համաձայն մեր խղճի, ոչ թե համաձայն այն ամենի, ինչը մինչ ընտրությունները տեղի կունենան խոսքս ընտրակաշարքի մասն է, հնարավոր է, որ թեկուզ Երևանում կարողանանք ձևավորել ընտրությունով ձևավորված իշխանություն։ Շնորհակալություն։ Ի վերջո ճիշտ է, Արփի, ես ուղղակի ընդհատեմ քեզ, ի վերջո նախագահական ընտրությունների փորձը ցույց տվեց, որ ասենք նույնիսկ պաշտոնական թվերով Սերժ Սարգսյանը շատ փոքր առավելությամբ է հաղթել Երևան քաղաքում, այն էլ շնորհիվ Բանգլադեշի, շնորհիվ այսինքն հարավարևմտյան զանգվածի, որտեղ հայտնի Սամվել Ալեքսանյանը ինչ է արել, մենք բոլորս գիտենք, թե ինչ թվեր են այնտեղ ստացել։ Մի շարք քաղաքներում ընդհանրապես, ասենք, ջախջախի հաղթանակ է տարել Ռաֆի Հովհաննիսյանը, հետևաբար անհույս չի եւ շատ կարեւոր է, անշուշտ կարեւոր է մարդկանց մասնակցությունը։ Շատ լավ, շնորհակալություն Թաթուլ մեկնաբանությունների համար, շնորհակալություն նաեւ ձեզ, շարունակեք հետևել Civilnet-ին։